Սովորաբար ես որպես հեռուստադիտող ասեմ, ձեր կերպարը ժյուրի անձնակազմում միշտ ավելի այսպես կտրուկ է ընկալվել։ Ցինիկ։ Չզեց այդ բառը։ Առողջ բառ է դա, այո։ Ավելի կտրուկ է ընկալվել։ Ֆիլիսոփական դպրոց է կինիկների։ Դա, որպես այդպիսին ինչ-որ կերպար էր, օբրազ, թե դուք այդպիսին եք եւ եթերում չէ, ձեր հետ եմ այդպիսին եթերում։ Դե ոչ այնքան, որքան օրինակ, որպես նախագծի ժյուրի։ Դուք խոսել գիտեք որտեվ։ Տեսեք ինձ լավ եք հայերեն խոսում։ Իսկ երբ որ գալիս է մարդ, որ ինձ վատ է երգում, բայց իրեն թվում է եւ իրեն ամբողջ կյանք ասել է, որ ինքը ինձանից լավ է երգում, ես իրեն պիտի ասեմ անպայման, որ չէ, տղա ջան, կամ չէ, գեղեցկուի։ Եվ նա հուզվում է, իդեպ, նա հուզվում է, որ իրեն ասում են, որ դու լավ չես երգում։ Չէ, իսկապես, նայեք, ի տարբերություն մնացած ժյուրի անդամներին, եւ դա այդպես միշտ է կարծես թե, ես միշտ եղել եմ այն մարդը, որը որ չի երգում եւ չունի աբսոլյուտ слух, երգեցողության չի։ Բայց ունի երաժշտական լավ ճաշակ։ Դե լավ թե վատ, հա, ունի ճաշակ։ Յուրովի ու ճաշակ ունի, որը որ ինձ համար լավ է եւ Զարայում այն միգուցե լավ է։ Չի նշանակում որ բոլորի համար լավ կլինի։ Ես ուղղակի հասկանում եմ որ սա լավ է կամ վատ եւ վերջ։ Ռնգային է, ռնգային չի, ֆորտե է, պիանո է, դա այդ բոլորը կասեն Սուզին եւ Անդրեն եւ շատ լավ ասում են։ Իսկ ես տեսնում եմ մարդու ապագան, թե ինչպիսին նա կարող է լինել բեմում։ Ես հասկանում եմ ինչ ներքին աշխարհն ունի, իմ համար դա կարեւոր է, ինչ ճաշակ ունի, ինչ երաժշտական ընտրություն է արել, ինչպես է պատրաստվել, դա ինձ համար կարեւոր, որովհետեւ եթե դու տղա ես եւ չունես ձայն, բայց եկել ես ու եւ ուզում ես երգես Ուտնի Հյուսթոն կամ Սելին Դիոն, անիմաստ, որովհետեւ Սյուզաննա Մերխոնյանն է նստած ու քեզ թվում է որ եթե դու այդքան սրտաճմլիկ մի հատ նոտա վերցնես Սյուզաննը քեզ ասի այո եւ դա քեզ հերիք է, բայց ցավոք սրտի Սյուզաննան չի ասում այո, հասկանում եք, խնդիրը դրանում է, այսինքն մարդիկ պետք է մի քիչ մտածեն եւ եթե դու քայլ ես անում կամ ուզում ես քայլան դեպի շոու բիզնես, դու պետք է հասկանաս, որ սա դաժան աշխարհ է։ Շատ դաժան, շատ ավելի դաժան, քան դզով փչողի աշխարհը, միգուցե տաքսի վարորդի աշխարհը, որովհետև ստեղ քեզ կամ սիրում են, կամ ատում են։ Եվ շատ կտրուկ է այդ անցումն է լինում։ Այո, այո։